դժվարությունների ժամանակ կհասկանաս, թե ով է իրականում քո բարեկամը։ Այս մասին մի հրաշալի պատմություն եմ լսել վերջերս, որ կուզեմ կիսվել ձեզ հետ։ Ուրեմն ավանդական քեֆ ուրախություն է, վրանները կապել են, սեղանները գցել ու ամենապատասխանատու պահին հասկանում են, որ միսը քիչ է, չի հերիքի։ Ընտանիքով սկսում են քննարկել ու տան պապը լուծում է գտնում։ Ասում է եկեք միսը փաթաթենք լավաշների մեջ, սիրուն բրդուճներ սարքենք ու բաժանենք հյուրերին, բայց մեր ընտանիքի բարեկամների, ընտանիքի անդամների, մերոնց բրդուճների մեջ միս չենք դնում։ Ուղղակի լավաշը կբաժանենք, այդպես միսը գոնե հյուրերին բոլորին լիուլի կհերիքի։ Այդպես էլ անում են, լավ քեֆ են անում։ Հյուրերը գոհ են, ընտանիքի անդամներն էլ թեև պարզապես լավաշ են ուտում, բայց էլի շատ ուրախ ու միասնական։ Ու քեֆի այսպես ամենաուրախ պահերից մեկում մարդկանցից մեկը սկսում է աղմուկ բարձրացնել ու ասել էս ինչ է կատարվում, միայն ցամաք հաց եք տվել ու քեֆ եք անում ամոթ ձեզ։ Մինչ ընտանիքի անդամները վատ են զգում, պապը հանում ամենալավ կտորով բրդուճը տալիս է այդ մարդուն ու ասում է կներես ախպեր ջան, մենք մտածել էինք մերոնցից ես։ Եվ իրապես կյանքի ամենադժվար պարագաներում է երևում, թե ովքեր են մերոնք։